Ձեր հարցի վերջին մասից, կդառնա թե չէ դա մեզանից է կախված։ Մեր երկրի քաղաքացիներից Հայաստանի Հանրապետության արտերկրում ապրող ազգությամբ հայ այլ երկրի քաղաքացիներից կեցվածքը մերն է։ Հիմա այնպես չի, որ իշխանություն կոչված անձինք իրենք նպատակային եւ մոտիվացված պայքար են մղում պատմական հիշողության դեմ, Արցախի դեմ, Արցախից դուրս եկած մեր քույրերի, եղբայրների վերադարձի իրավունքի դեմ։ Մոտիվացիան իրենց չի, ինքը գործիք է, կոնկրետ մասին որ ասիկ։ Մոտիվացիան երկու պետություն ունի, Թուրքիա եւ Ադրբեջան։ Ինքը կամակատարն է, ինքը պարտավորություն է վերցրել դա կատարելու։ Եվ ճիշտ դիտարկում է, որ Արշավը քարոզչական եկեղեցու վեհապար հայրապետի հոգևորականների դեմ սկսեց Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Ալաշուքր Փաշազադեի հայտնի խոսքից երկրորդ վեհապար հայրապետի Շվեյցարիայում հայտնի Բեռն քաղաքում այդ մեծ կարելի ասել ոչ միայն գիտաժողով էր, դա քրիստոնյա աշխարհն էր ներկայացված եւ դա քրիստոնյա աշխարհի կեցվածքն էր։ Այդտեղ եւ Արցախի իրավունքը կար, պատմական հիշողությունը կար, ցեղասպանությունը կար, Ադրբեջանի կողմից կատարող վայրագությունները մեր պատմական հիշողության նկատմամբ բարբարոս կեցվածքի եւ ցեղասպանության։ Ոստեև օրվա իշխանությունները հանձնարարական ստացան, որ փաստացի Հայաստանում կա մի կենտրոն, որը ազգային ինստիտուտ է, Հայաստանի առաքելական Սուրբ եկեղեցին եւ այդ ինստիտուտը դիմագրավում է այն գործընթացներին, որը փորձում են Հայաստանում օրվա իշխանությունների ձեռամբ կյանքի կոչել Թուրքիան եւ Ադրբեջանը։ Հիմա Կարմիր գիծ կամ ջրբաժանը արդեն գծված է։ Ճիշտ է, դա միգուցե այդպես հստակ չի քարոզչական դաշտում, բայց պատվիրատուների եւ ընդդիմացողների կամ դիմադրողների մոտ այդ ջրբաժանը հստակ կա։ Որը ինչ ապագա է տեսնում Թուրքիան եւ Ադրբեջանը Հայաստանի իշխանությունների ձեռամբ։ Առանց Արցախ, այո, Արցախը որպես պատմական հուշ պետք է լինի եւ հետո դա մոռացվի գնա։ Այնպես ինչպես օրինակ Աստծուց մեզ տված մեր նահապետով այն ժառանգությունը, որը հայկական բարձրավանդակ էր։ Հիմա սա հիշողությունն է, ընդհանրապես մենք ցեղասպանությունից հետո տարածքից մազապուրց հայության ժառանգներն ենք, որոնք փորձում են փոխանցել մեր զավակներին, որ մեր հայրենիքը դա Հայաստանի Հանրապետությունը չի, Հայաստանի Հանրապետությունը ընդհանրապես մի մասն է։ Մեր հայրենիքը որպես ժառանգություն մենք ստացել ենք մեր նահապետից եւ իրավունք ունենք զգալու դա որպես մեր հայրենիք, թե դա կլինի հայոց պետականության մաս թե չէ, դա հարց է, բայց զգացողությունը, որ դա մեր հայրենիքն է, մեր ժողովրդի կազմավորման որպես միավոր այդ հայկական բարձրավանդակում է տեղ ունեցել եւ դեպքերը, իրադարձությունները, պետության կայացումը, պատերազմները, մեր մեծերի տված համաշխարհային գանձարանին տված արժեքները, այդ բոլորը մեր հայրենիքի տարածքում եղել։ Հետաբար դա մեզ հետ որպես պատմական հուշ փոխանցվում է։ Հիմա օրվա իշխանությունները կատարում են հետևյալը. առանց Արցախ, առանց ցեղասպանություն, այո, ցեղասպանության թեման պետք է փակվի։ Ցեղասպանության դրսևորման նաև էլեմենտները պետք է ոչնչացվի եւ պատահական չէ վայրագությունը, որ ցեղասպանության հուշահամալիրում անում են, սա պատահական չի։ Այդ նույնը ասենք հանգամանքների բերումով մեզ հարազատ մարդու գերեզմանակարը վնասվում է եւ այդ գերեզմանակարի ասենք վերանորոգումը տարիներ կարող է տևի։ Մեզանից յուրաքանչյուր ինչպես է վերաբերվում շատ արագ, որտեվ այդտեղ ինչ-որ թանկ բան կա, չէ։ Հիմա հուշահամալիրը վերանորոգում են։ Ինչու են, այսինքն դրա անհրաժեշտությունը ինչու առաջացավ։ Երևույթ շինարարություն է, բայց խորքում շինարարության խնդիրը չի, թիրախային հարվածում են։ Դեռ մի լրացում անեմ, երեք տեղեկություն տարածվեց, որ հանրային հեռուստաընկերությունը, որ
մենք ինչ հիշում ենք ցեղասպանության զոհերի հիշատակի օրը ուղիղ եթեր էր տալիս առավոտից մինչև ուշ երեկո, ուղիղ եթերը տալու է մինչև 13:00. Դրանից հետո այլևս ցեղասպանության զոհերի հիշատակի մասին եւ այդ այցի վերաբերյալ հիշատակումները չեն լինելու։ Այո, դա լրացնում է այն իրողությունը, որ իրենք կոնկրետ օրվա պատվիրատուի գործը անում են ցեղասպանություն, Արցախ, մեր ինքնություն եւ դա բոլոր ոլորտներում պետք է փակեն։ Այստեղ միայն հուշահամալիր խնդիր չի, կրթական համակարգում, պատմական աղբյուրների, միջոցառումներ, կոնֆերանսներ եւ ավելին ասեմ, այս երկու հարցի կենթանի պահող եւ պահանջատեր լինող ինստիտուտը դա եկեղեցին է։ Թվում է թե պետք է լինի պետությունը, պետական ինստիտուտներ, այդպես չի, պետական ինստիտուտները պայքարում է դրա դեմ, բայց կա մի ինստիտուտ, ազգային ինստիտուտ, որ Հայաստանյան Ծառայքելական Սուրբ Եկեղեցին ինքը պահապանն է, թե ինչու է առաջին հերթին թիրախավորվում մեր եկեղեցին, հոգևոր առաջնորդը, նպատակ է դրվել փոխել, այսպես իրենք նախընտրականում են, չէ՞ գրել, նոր կանոնադրություն, փոփոխություն, ընտրություն եւ այլն։ Հիմա ես համակարծիք եմ Արտուրետ ինքը ճիշտ դիտարկումներ է անում մեր ինքնության։ Այո, մենք արդարության վերականգնման մեր պայքարը միտված է դրան, բայց դա, ինչպես ասում են, մի մասն է։ Կա երկրորդ մասը, որտեղ մեր ոչ բարեկամ երկու պետությունները սարսափում էին։ Աստված մի արասցե հայությունը կազմակերպվի այդ պահանջները կյանքի կոչելու։ Մեծ հաշվով ցեղասպանությունը դա միայն հայերի ֆիզիկական ոչնչացումը չի, դա նաև ունեցվածքի խլումն է եւ պատկերացրեք, եթե գալիս է մի վիճակ աշխարհում, որ Թուրքիայից պահանջատեր Հայաստանը, պահանջատեր հայությունը եւ համաշխարհային հանրությունը պահանջատեր են, որպեսզի Թուրքիան փոխհատուցի ցեղասպանության ժամանակ թողած նյութական արժեքներին, այն ակտիվներին, որ ժամանակ հայերը ունեցել են, նաև բանկերում, փոխհատուցում, դա գիտեք ինչ թիվ է, այսինքն Թուրքիայի տնտեսությունը ուղղակի կարող է գահավիժել։ Հիմա Թուրքիան արիերի ցեղասպանության դեմ պայքարը մղում մեր պատմական հիշողությունը վերացնելու, բայց գործնական մենք այլ շատ պրագմատիկ խնդիր է լուծում։ Պահանջատել ովքեր են, ոչ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, ոչ էլ Ռուսաստանի դաշնային, հիմնականում ցեղասպանության ժառանգները դրանք այդ երկու տարածքից դուրս են գտնվում։ Իսկ այդ տարածքները որպես այդպեսին կազմակերպված հայություն առաջին հերթին պարտականում մեր եկեղեցին, թե ինչու է նաև եկեղեցին թիրախավորվում, մասնատելու, Հայաստանում մեր եկեղեցի ստեղծելու, ընդ որում դա խիստ առարկական են պատրաստում։ Եվ եկեղեցին դրսում թիրախավորումը նշանակում է գործնականում Թուրքիան խնդիր է լուծում, որ երբևից դրսում որևիցե ուժ կազմակերպված չլինի, որ վաղը Թուրքիայից պահանջատեր լինի փոխհատուցման։ Իսկ դա ասում են Թուրքիայի համար մահացու հարված կարող է լինել։ Եվ երկրորդ հիմա նայենք Ադրբեջանին։ Ադրբեջանը եւս խիստ պրագմատիկ հարց է լուծում։ Ռուսաստանի Դաշնությունում հայության մեծ մասը դա Ղարաբաղից դուրս եկած մի փոքր մասը Նախիջևանի ժամանակ է, խորհրդային տանում, բայց հիմնականում Ղարաբաղից դա եւ Դաշտային Ղարաբաղն ու Լեռնային Ղարաբաղը։ Եվ նաև Ադրբեջանի այլ վայրերից, օրինակ Բաքվից, դուրս եկած հայությունն են։ Երեք հիմնական հոսք է եղել, կազմավորելով հիմնականում Ռուսաստանի այսօրվա համայնքը։ Դա խորհրդային տարիներին հայերի նկատմամբ Ադրբեջանի խորհրդային սոցիալիստական հանրապետության ղեկավարության կողմից իրականացող խտրական վերաբերմունքներ, որտեղ ստիպված հայերը դուրս են գալիս կրթություն, աշխատանք Ադրբեջանի տարածքից դուրս, մի փոքր մասը գալիս են Հայաստան, մեծ մասը Ռուսաստան։ Երկրորդ հոսքը եղավ 1988-91 թվականին, երբ Արցախյան ազատամարտներ եւ Ադրբեջանի շատ բնակարարից, այդ թվում Բաքու, Սումգայիթ, Ղուրաբաղ եւ հայաշատար վայրից ստիպված դուրս եկան մեծ մասը Հայաստան, այնուամենայնիվ Հայաստան վիճակը իսկապես ծանր էր եւ չմնացին այստեղ, գնացին հիմնականում Ռուսաստան։ Եվ երրորդ հոսքը դա 2023-ի սեպտեմբեր 19-20-ի դեպքերից հետո դուրս եկածներն են։ Հետաբար հայությունը, որը որ Ռուսաստանում կազմավորվել է որպես մեկ համայնք, եթե ոչ այսօր վաղը իրավունք կունենա բարձրացնել
պատմական հայրենիք, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ, որը որպես ստատուս ունեցող միավոր եղել էր, որը Ադրբեջանին չէր ենթարկվել, այսպես, այդ պահանջները կյանքի կոնչելու հաշվի առնենք, որ Ռուսաստանի Դաշնությունում հայերի մեծ մասը Ռուսաստանի քաղաքացիներ են, այսինքն Ռուսաստանի պետությունը վաղը կարող է իրավատել քաղաքացիները պահանջի կյանքի կոչելուն, իդեպ ասեմ ձեզ, սա ադրբեջանական շատ ցավոտ է, իսկ Ռուսաստանի հայությունը համայնքը որպես այդպեսին առավել կազմակերպված է կրկին եկեղեցի եւ կրկին անձ, այս անգամ Ռուսաստանի եւ մեր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս arczepiskopos Ներսյանը, Վիապր Հայրապետի եղբայրը, նշություն դարձրեք, որ փաստացի Վիապր Հայրապետի եւ իր եղբայր ուսերին այսօր ինչպես պատասխանատվություն է տրվում։ Այսինքն ցեղասպանության պահանջատեր, կառույցի, կազմակերպողը, հետապնդողը, կյանքի կոչողը մեր հոգևոր առաջնորդն է Վիապր Հայրապետը, իսկ որը ցեղասպանության պահ, իսկ Ադրբեջանի պահով պահանջատիրության, դա կոնկրետ Ռուսաստանի թեմի առաջնորդն է։ Եվ պատահական չէ, որ իրենք իսկապես թիրախավորում են։ Ես ընդհանրապես Արտուրի ասածին լրացնեմ Ադրբեջանի պատմական հիշողությունը, որը որպես ազգ այդպեսին չի եղել։ Արհեստական կերպով վերջապես իրենք կարողացան ստեղծել եւ այդ ստեղծմանը իր ինքնությանը իրենք այդպես բազում փրփտումներից Կովկասյան Ալբանիայից թուրքական ծագում եւ այլն հիմա եկել են մի հետաքրքիր հանգրվանի եւ այդ գործընթացը Ադրբեջանում 2011 թվականից կյանքի է կոչվում։ Ճիշտ է, մեր գիտական, քաղաքական շրջանակներում սա սովորաբար շատ չի արծարծում այս թեման, բայց շատ հատուկ չասեմ, որ արդեն Ադրբեջանում 14 տարի պետական քաղաքականություն է, եւ դա չի սկսել Արցախը վերցնելուց հետո։ Որ 2011 թվականին Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի մի քանի գիտնականներ հայտնում են Վատիկանում։ Փոխադարձ պայմանավորվածության համաձայն Վատիկանը իր փակ գաղտնի արխիվները բացում է եւ տրամադրում է Ադրբեջանի այդ գիտնականներին փաստաթղթեր 1502-1736 թվականների Սեֆյանների Պարսկաստանի Սեֆյանների ժառանգության այդ կայսրության ժամանակ Վատիկանի եւ Սեֆյանների շահի միջև գրագրությունը, որով արհեստականորեն կեղծ հիմնավորվում է, որ այդ կայսրության իրավահաջորդը պատմական, քաղաքական ոչ ավել ոչ պակաս ներկայիս Ադրբեջանն է։ Թեև այդ կայսրության օրինակ մայրաքաղաքները եղել են Սպահանը, Թավրիզը, բայց ոչ երբեք Բաքու։ Ավելին ասում է, որ ամբողջ գրագրությունը ադրբեջաներեն լեզվով է։ Վատիկանի եւ Ադրբեջանի միջև խիստ մտերմիկ եւ ջերմ հարաբերություններ է ստեղծում։ Տասնյակ միլիոնավոր դոլարներ Ադրբեջանը ներդրում է անում Վատիկանում։ Ադրբեջանում բացվում են բազմաթիվ կաթոլիկ եկեղեցիներ։ Այս բոլորի իմաստը հետևյալն է. Ադրբեջանի ժողովրդի համար ներկայիս ղեկավարությունը ստեղծում է մոտիվացիոն դաշտ, որ իրենց պատմական հիշողությունը ոչ ավել ոչ պակաս մի հզոր կայսրություն է, եւ իրենք պարտավոր են վերականգնել այն, որքանով հնարավոր է։ Ընդ որում այդ կայսրության մեջ մտնի ամբողջ Հայաստանը ներկայիս, եւ խոսքը երբ գնում է Արմենիան Ադրբեջան, դա Սյունիքը չի, ամբողջ Հայաստանն է, ավելին ասեմ ձեզ, երբ Ալիևը բարբերաբար կրկնում է, որ Դերբենտը, որը Ռուսաստանի Դաշնության ամենահին քաղաքներից մեկն է, իրենց պատմական հայրենիքի մի մասն է, մենք ժպտում ենք, ասում ենք, դες անգրագետ ինչ բաներ ասում։ Բաժանը Դերբենտը Սեֆյանների կայսրության ժամանակ հանդիսացել է այդ կայսրության մի էլեմենտ։ Սիրիա, Իրաք, Իրան, Միջինասիական 3 հանրապետություն, Աֆղանստան, սա Սեֆյանների կայսրության տարածքներն են որոշակի առումով։ Հիմա Ադրբեջանի ներկայիս ղեկավարության եւ իր ժողովրդի հավակնությունները շատ մեծ է եւ դա հենց այն պատմական հիշողությունն է, որի վրա խարսխվելու է եւ այդ երկրի ներկայիս ներքին եւ արտաքին քաղաքականությունը մեզ մոտ որպեսզի զրոյացվի։ Պատահական չի, որ Ալիև ասում Հայաստանում հայերը եկվոր են, այստեղ մենք ենք ելել։
Եվ ցավոք սրտի Հայաստանում օրվա իշխանությունը լծվել են այդ կարգին, բայց խնդիրը դա չէ, խնդիրը մեր մեջ է, ինչքանով ենք մենք պայելու։ Եվ ընտրությունների բավ ես ամփոփում իմ խոսքը շատ կարևոր դիտարկում է։ Պատմական հիշողություն եւ եկեղեցի։ Ես կարծում եմ սրանք են հիմնական հաղթաթուղթը, որը ընդդիմությունը պետք է կարողանա ճիշտ ձևով օգտագործել ոչ թե որպես գործիք, այլ որպես մեր լինելության երկու հիմնական սյուն։ Եթե տեղ է կանգնում պաշտպան այդ երկու սյունը, ես կարծում եմ իշխանությունների պարտությունը միանգամից արձանագրվում է։